հետաքրքիր ժամանակաշրջան ենք ապրում այն առումով, որ մեր երկիր մոլորակի վիբրացիաներն են բարձրանում։ Եթե առաջ երկիր մոլորակի վիբրացիաները կազմում էր 7-ից 8 հերց, հա, հերցերով չափելով, հիմա 38-ից 40 հերց է արդեն, ու մենք նաև ականատես ենք լինում ավելիին, 100 եւ ավելի հերցեր է լինում, ու մարդը ինքը իր վիբրացիաները պիտի համապատասխանեցնի այս երկիր մոլորակի վիբրացիաների հետ։ Ու նույնիսկ փորձ է արվել, երբ որ մարդուն զրկել են բոլոր տեսակի վիբրացիաներից, երկիր մոլորակի բունկերում փակել են ու փորձել են այդ մարդկանց պահել այնտեղ որոշակի ժամանակահատված, եթե չեմ սխալվում, սկզբում մի շաբաթ են պահել, այսինքն այդ բունկերը ամբողջությամբ իզոլացված էր եւ այնտեղ չէր հաղորդվում ոչ մի տեսակի վիբրացիաներ։ Մեկ շաբաթ անց այդ մարդկանց մոտ սկսվում է նկատվել արդեն առողջական խնդիրներ, գլխացավեր, ստամոքսացավ, թուլություն, մի խոսքով դա նաև առողջության հետ կապ ունի։ Ու երբ որ այդ մարդկանց սկսել են հանել բունկերից, արդեն համապատասխանեցրել են երկիր մոլորակի վիբրացիաներից, մոլորակի վիբրացիաները ազդել են իր մարմնին, նրանք արդեն դարձել են սովորական, նորմալ ու դա ոչ մի այլ բացատրություն չունի, ուղղակիորեն ազդում է մեր մարմնի ու մեր վրա։ Այսինքն մեր բացական էմոցիաները իջեցնում են մեր վիբրացիաները, ու դրական էմոցիաները բարձրացնում են վիբրացիաները։ Այո։